նախ անդրադառնանք այդ մանիակալ հետևողականության պահանջվող այդ բանավեճի հարցին, ինչի ենք դա անում, որովհետև իր առաջ իրականում դրված է ամենակարևոր հարցը։ Դու գիտեք չէ, որ նա մի հարց, որին պատասխան Նիկոլ Փաշինյանը չունի։ Դա հետևյալն է. 2019 թվականին ԵԱԿ-ի Մինսկի խումբը դրել է քո սեղանին, Նիկոլ Փաշինյանի սեղանին, ընդ որում մի հատ ապրիլին, մի հատ էլ հունիսին, խաղաղության պայմանագրի տեքստ, որով մենք պետք է հանձնեինք ընդամենը 2 շրջան հետ եւ ստանանք խաղաղություն։ Քելբաջարը ու Լաչինի այդ ոչ միջանցքային մասը պետք է հանձնենք միայն երբ որ Ադրբեջանը կհամաձայնվեր Լեռնային Ղարաբաղի համար մեզ համար ընդունելի կարգավիճակի։ Սա մի փայլուն պլան էր, որը կապահովեր ինչ որ սերունդներ շարունակ խաղաղություն, կայունություն, բայց Փաշինյանը այն ժամանակ չէր մտածում սնուցող մայրերի մասին։ Չէր մտածում ժողովրդի զավակների մասին։ Եվ այն ժամանակ ինքը փաստորեն սկզբից այդ Տավուշյան ավանտյուրայով, հետո ամեն պահ գրգռելով բանը Ադրբեջանին սենց սադրելով, գնալով պարելով Շուշիում, գնալով Ստեփանակերտում ասելով, որ բանը Արցախը Հայաստանի է վերջ, բայց անգամ այդ չի կարևոր։ Հիմա ինքը այդ կարճելա ուսաղ է իր թիմը կարճում է այդ ֆրազից, ասում է, հա, ինչ դրանով ինքը պատերազմը հայտարարել, չէ, ինքը պատերազմը հայտարարել ուրիշ բանով։ Հիմա էլ ասում են Մինսկի խումբը ինչ օգուտ է մեզ տվել, չգիտեմ, 35 տարի։ Չի տվել, այո։ Մինսկի խմբի գլխավոր օգուտը այն էր, որ Մինսկի խմբի համանախագահությունը ապահովում էր բանակցային գործող ֆորմատ, որը բացառում էր պատերազմ։ Նիկոլ Փաշինյանը առաջի Հայաստանի ղեկավարն է, որը հրաժարվեց Մինսկի խմբի առաջարկների քննարկումից։ Բայց դարձյալ Ալիևի պահանջով, դարձյալ Ալիևի պահանջով։ Ալիևն էր դա պահանջում։ Որ ինքը հրաժարվի, որ այո, Մինսկի խումբը փակվի, դադարեցնի գործունեությունը։ Կներեք, այն ժամանակ Ալիևը չէր կարող Մինսկի խմբի համանախագահության դեմ որևէ հայտարարություն կատարել։ Եվ խոսքը գնում է 2019 թվին, պատերազմից առաջ։ Չէ, նկատի ունեմ նույնիսկ մինչև 18-ը Ալիևը եւ իրենց արտգործնախարարը նույնիսկ բազմիցս նշել են, որ տեսեք Մինսկի խումբը հայանպաստ զեկույցներ է պատրաստում, որոշումներ է կայացնում, միջազգային ատյաններում բողոքելու ենք, այնպես է ստացվում, որ Սերժ Սարգսյանը կաշառել է Մինսկի խմբին, որ հայանպաստ որոշումներ կայացնեն եւ իրենք դիմելու են դատարան։ Քանի դեռ Մինսկի խմբում Հայաստանը ակտիվորեն եւ ինչ որ չափով կառուցողական բանակցում էր, այո, միջազգային հարությունը ստիպում էր եւ ճնշում էր Ադրբեջանին հաշտվել այն հանգամանքի հետ, որ գոյություն ունի բանակցային process եւ հարցերը չեն կարող լուծվել պատերազմական միջոցներով։ Այս աղետը տեղի ունեցավ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը պատրվակ բռնելով, որ բանակցություններին պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղը վաղուց բանակցություններից դուրս եկած է, որովհետև Լեռնային Ղարաբաղը այդ մանդատը Արկադի Ղուկասյանի անունից հանձնել էր Ռոբերտ Քոչարյանին 99 թվականից սկսած Լեռնային Ղարաբաղը այլևս մասնակից չէր այդ բանակցությունների, բայց ինքը պատրվակ բռնելով, որ պետք է ապահովի այդ մասնակցությունը, հրաժարվում էր բանակցություններից։ Այսինքն ինչա հասկանում միջազգային հարությունն ու Ադրբեջանը, երբ որ դու գնում ես Ստեփանակերտ, ասում ես Արցախ Հայաստանը է վերջ, Շուշիում պարում ես, Տավուշյան ավանտյուրան անում ես, պոստեր ես գրավում։ Նույնիսկ հիշում եք, ասեց Արցախը պետք է բանակցությունների մաս լինի։ Դե եմ ասում, այդ հանգամանքը բանանելով, պատրվակ վերցնելով եւ հրաժարվում ես բանակցելու։ Միջազգային հանրությունը եկավ այն եզրակացության, որ Հայաստանը այլևս խաղաղության բանակցություններ չի ուզում։ Եվ դա էր պատճառը, որ այդ միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա թուլացավ։ Եվ Ադրբեջանը արդեն գնաց պատերազմական գործողությունների։ Հիմա ասում են ո՞նց եք ասում, իհարկե Ադրբեջանը հարձակվել, բայց դու քո բանով, պահվածքով, քո անհեռատես, տգետ, ինչ ասեմ, անպատասխանատու այսպես քաղաքականությամբ դու ստեղծել ես բոլոր պայմանները, որ Ադրբեջանը հարձակվի։ Դու ես հրահարել այդ պատերազմը։
Եթե դու հրաժարվում ես բանակցությունից, իսկ դա ուղիղ այն է, ինչ որ Փաշինյանը արեց, դու բերել ես պատերազմ։ Հա, դու բերել ես պատերազմ։ Հիմա Հա, ինչն է սխալ այդտեղ։ Ով չգիտի։ Հիմա մի հատ էլի հանգամանք բացվեց էս։ Շատ ես կարևորում եմ Նիկոլ Փաշինյանի այս օգոստոսի 23-ի անկախության հռչակագրի օրվա հետ կապված ուղերձը։ Ինչի՞ եմ կարևորում դա։ Դա արդեն պատահական ասած խոսք չէր, ինչ որ պահի տակ էմոցիայի 4-րդ հանրապետության մասին։ Չէ, 23-ին օգոստոսի ինքը դեռ դրա մասին չէր խոսել։ Ոչ թե ձեր ասածը սեպտեմբերի 20-ին վերաբերում 21-ին համաժողովին էր։ Հա, չէ, 23-ին օգոստոսի նա բառացիորեն, ընդ որում մտածված, գրավոր տեքստում, ուղերձում, մշակված, օրեր աշխատած ուղերձում նա ասում է հետևյալը, որ ինքը չի ընդունել, չի գնացել 2019 թվականի պլանի իրագործմանը, որովհետև համարել է, որ դա վտանգավոր է լինելու մեր անկախության համար եւ ինքը դա արել է, որտեղ ունեցել է գիտակցված ռազմավարություն, որի իրականացման արդյունքում հնարավոր դարձավ հաշտությունը Ադրբեջանի եւ երկխոսությունը Թուրքիայի հետ։ Ինքը պարզ բառացիորեն ասում է հետեւյալը. Արցախը ես ոչնչացրել եմ, այո, ես գնացի այն զարգացումների, որ Արցախը ոչնչանա, որպեսզի Արցախի խնդիրը դուրս գա մեր հարաբերությունների մեջ որպես խոչընդոտ եւ մենք վերջապես հաշտվենք Ադրբեջանի հետ։ Դրանից առաջ չեք հիշում, ասում էր պատերազմը ինչու չկանգնեցրեց Պուտինի առաջարկով, որ իրեն չասեն դավաճան։ Հիմա էլ ասում է, ոչինչ, թող ինձ ասեն դավաճան։ Բանը ես կգնամ իմ պլանը կիրականացնեմ 4-րդ հանրապետություն սահմանադրություն փոխել, ոչինչ, թող ինձ ասեն դավաճան, բայց դավաճան կասեին թե չէ, այդքան 5000-ից ավելի տղաներ զոհվեցին քո պատճառով, քո հրահրած պատերազմի արդյունքում։ Ամեն ինչը ինչի համար եմ ասում։ Կա գլխավոր հիմնարար մի հատ պատճառ։ Դա 2019 թվականի պլանի մերժումն է։ Առաջին անգամ, որը չեն հրապարակում։ Հայաստանը մերժել է բանակցությունները։ Առաջին անգամ պատմության մեջ։ Եվ հիմա բնական պահանջ է, չէ՞ դառնում, որ մենք ազգովի պահանջենք Նիկոլ Փաշինյանից, որ մի հատ այդ 2019 թվականի պլանը հրապարակի այդ տեքստը։ Մինսկի խումբը դու ցրել ես, չէ՞։ Դու ցրել ես, գնացել ես բանի, հա, այդ Մինսկի խմբի բանը նոր խոսեցինք կարևորությունը, որ ինքը պահում էր բանակցությունները։ Դու դուս ես եկել, չես բանակցել, բերել ես պատերազմի, հիմա էլ ասես դե Մինսկի խումբը ինչ էր անում, որ դու ես ոչնչացրել Մինսկի խմբի գլխավոր բանը, միսիան, գործառույթը եւ առաքելությունը, եւ հետո ասես Մինսկի խումբը ինչ էր անում, որ այդ իր բանն է ընդհանրապես ոչն է։ Այդ գիտեմ, բայց նաեւ ինչ ասեց, թե ինչու չի արել, չէ, ասում է վարչապետին չէր ուղղված այդ գրությունը։ Այդ ֆրիկներն են։ Այդ ֆրիկները դա այդ եմ ասում էլի, ասում է նախագահին էր ուղղված։ 2019 թվականի ապրիլի եւ հունիսի երկու բան կա, առաջարկ կա, գրավոր։ Okay, ում ուզում է ուղղված լինի հրապարակի։ Հրապարակի մենք ինքներս մեր եզրակացությունները անենք։ Ձեր ստերով ոչ ենք սնվելու։ Ինչի՞ չի հրապարակում։ Որովհետև սա պայթեցնելու է իր իշխանությունը, որովհետև կա մի հատ մեծ, ինչ ասեմ, գաղտնիք, խայտարակ ամոթալի մի հատ գաղտնիք, որ այս իշխանությունը պահում է, թաքցնում է, որ հանգարցակի ժողովուրդը դրա մասին չիմանա։ Հիմա այդ Մինսկի խումբը ցրել ես։ Էլ Մինսկի խմբի այդ հետ կապված, եթե կար ինչ որ գաղտնապահության կապանք, այդ կապանքները այլևս չկան։ Մինսկի խումբը պատմություն է, ցրված է, ոչ մի կապանք չկա։ Այդ փաստաթուղթը մնում է։ Դու հանես, դա պետական գաղտնիք չէ, ինքն ասում չէ, կոնդիցիոների մեջ եմ գտնում բան, առաջարկները բան, բայց ոնց որ ինքը հասկացել է, որ կոնդիցիոները իսկական տեղն է այդ գաղտնիքը պահելու։ Ես չգիտեմ, երևի որ իշխանությունը վերցնենք, պետք է կոնդիցիոներներում մի հատ լավ հետախուզություն անենք, որ գտնենք այդ պլանը հրապարակենք։ Հիմա այս բանը էլեմենտար բան է, հրապարակի։ Ինքը գիտի դա, որ սա այս գաղտնիքը պայթեցնելու է իր իշխանությունը։ Եթե սխալ եմ ասում, թող հրապարակի, չէ՞, շատ հեշտ է արձագանքել։ Մի անգամից հրապարակում ես, ասես դե այս չէր եղածը, ինչի է ինքը բան անում։
Մենք ասել ենք պլանը հրապարակի քո արձագանքը, տենանք դու adekvat պատասխան տվել ես այդ պլանին։ Ինքը ամենաշատը սրանից է վախենում, ամենաշատը, եւ մենք ազգովի պիտի պահանջենք դա, որովհետեւ այստեղ է գտնվում իր հանցագործության մասին, ինչ ասեմ, վկայականը, գրավոր ապացույցը։ Բայց մարդը արդեն որերորդ անգամ ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որ այդքան զոհերի պատճառը ինքն է, որ պատերազմը ինքն է հրահրել։ Տվել է, բայց մենք փաստաթուղթ ենք ուզում։ Հա, հասկանում եմ։ Որովհետեւ փաստաթուղթը այդ իր ցուցմունքները հիմա էլ ցուցմունքա տալիս Հայաստանի դեմ, իդեպ դրան արժի անդրադառնալ։ Այո։ Այդ իր ցուցմունքները ինքն իր դեմ։ Վաղն էլի կփոխի։ Փաստաթուղթը չի կարա փոխի։ Մինսկի խմբի համանախագահության փաստաթուղթը եւ Հայաստանի Հանրապետության գրավոր արձագանքը, որ ինքը պարտավոր էր տալ այդ փաստաթղթին, նա չի կարող փոխել։ Դա արդեն բան է, պատմության մեջ բան է, ինչ ասեմ, sense քարի վրա բան է, գրություն է։ Այդ հնարավոր չի փոխել։ Ինքը հիմա թող այդ բանը բացի, ու մենք ինքը սարսափում է դրանից։ Իմացեք, իր գլխավոր սարսափը դրանից է։ Ինքը գիտի, որ ինքը պայթացրել է այս ազգին։ Այդ իր քայլով։ Ինքը շատ լավ գիտի, ու ինքը այդ գաղտնիքը կյանքի գնով պահելու է։ Եվ դրա համար սա պետք է դառնա մեր հասարակության ճնշման կիզակետը։ Մենք Իրանից պահանջենք 2019 թվականի փաստաթղթի հրապարակումը։